Տեղական ինքնակառավարման մարմինների տվյալներով Մեխիկոյի կենտրոնում ավելի քան 230,000 երկրպագու վայելել է չիլիական 31 րոպե խմբի անվճար համերգը։ Մարդիկ ընտանիքներով հեղեղել են Plaza de la Constitución կամ Սոկալո հրապարակը։ Ես երբեք հեռուստացույց չեմ տեսել շոուում չիլիական խմբի եւ հեռուստասերիալի իրենց սիրելի կերպարներին տեսնելու համար։ Մեխիկո քաղաքի ղեկավարության տվյալով մեծ ու փոքր երկրպագուները կատարել են խմբի այնպիսի երգեր, ինչպիսիք են Rin Rajan, Tangananika Tangananan, Doggy Style եւ Objection de Negadan։ 31 րոպե խումբը ստեղծվել է 2003 թվականին որպես հեռուստասերիալ Չիլիի ազգային հեռուստատեսությամբ, որպես լրատվական թողարկման մանկական տարբերակ։ Դրա տիկնիկները ներկայացնում են կրթական նորություններ։ Այն շրջագայել է Լատինական Ամերիկայում որպես երաժշտական խումբ։ Կարծում եմ, սա շատ հաճելի միջոցառում է, քանի որ ես իրականում եկել եմ իմ ընտանիքի եւ երեխաների հետ։ Ես նրանց սիրել եմ վաղուց, փոքր տարիքից, եւ հիմա այստեղ եմ բերում իմ երեխաներին։ Մեխիկո քաղաքի ղեկավարությունը շոուն իրականում նախատեսել է երեխաների պաշտպանության օրվա համար։ Մեքսիկայի լրատվամիջոցների հաղորդմամբ երկրպագուները սկսել են հավաքվել կեսօրից։ Նյու-Յորքի գարնանային աճուրդների սեզոնը մեկնարկում է մայիսի 14-ին, որտեղ ներկայացված են Ռոթկոյի, Բասկիայի, Պիկասոյի եւ Վան Գոգի գլուխգործոցները։ Սոթբիի ժամանակակից աշխատանքների առաջատարը 1957 թվականի Մարկ Ռոթկոյի նկարն է, որը գնահատվում է 70-ից 100 միլիոն դոլար։ Սոթբիի ժամանակակից արվեստի վաճառքի ղեկավար Լուսիոս Էլիոթը այն համարում է Ռոթկոյի լավագույն գործը, որը վերջին տարիներին աճուրդի է հանվել։ Սա ըստ նրա նկարչի ամենաուժեղ շրջանի լավագույն աշխատանքներից է։ Ժամանակակից գործերի աճուրդում ներկայացված է նաև Ժան-Միշել Բասկիայի Թանգարանի անվտանգությունը Բրոդվեյի փլուզում խորագրով նկարը, որը գնահատվում է ավելի քան 45 միլիոն դոլար։ 1983 թվականի աշխատանքը Բասկիայի կարիերայի այն շրջանից է, երբ նա ավելի լայն ճանաչում էր ձեռք բերում եւ թափանցում թանգարանային տարածք։ Պաբլո Պիկասոյի Արլեկինի Կիսանդրին, որը նկարվել է 1909 թվականին, կանխատեսվում է վաճառել ավելի քան 40 միլիոն դոլարով։ Աշխատանքը ստեղծվել է Պիկասոյի կարիերայի շրջադարձային պահին, երբ նա շարժվում էր դեպի կուբիզմի զարգացումը։ Վինսենտ Վան Գոգի 1888 թվականի ջրաներկով արված աշխատանքը Արլը նույնպես լավագույն աշխատանքների ցանկում է։ Աճուրդի մասնագետները նշում են, որ վերջին ամիսներին Նյու Յորքում, Լոնդոնում, Հոնկոնգում եւ Փարիզում շուկան մեծ պահանջարկ է ունեցել, բավականին ծանրակշիռ արդյունքներով։ Շվեյցարիայի Բադեն քաղաքում ճանապարհ է ընկել առանց ֆիքսված երթուղու կամ նպատակակետի հասարակական ավտոբուսը, որը երկվորյակ եղբայրներ Ֆրանկ եւ Պատրիկ Ռիկլինների վերջին կոնցեպտուալ արվեստի գործն է։ Այն նախատեսված է սոցիալական կապը խթանելու համար։ Զրո գիծ կոչվող ավտոբուսի նպատակն է օգնել ուղևորներին մի պահ կտրվել իրենց կյանքի եռուզեռից, սովորական առօրյայից եւ ճանապարհին շփվել իրար հետ ու վայելել պատուհանից երևացող բնապատկերները։ Դա այնքան չպլանավորված եւ ինքնաբուխ էր։ Մենք երգեցինք ավտոբուսում, խոսեցինք բոլորի հետ, միացրինք մեր հեռախոսների լույսերը թունելում։ Շատ լավ էր ու զարմանալի։ Ֆրենկ Ռիկլինի խոսքով ավտոբուսը վերահսկողությունից հրաժարվելու մասին է։ Սովորաբար մենք սովորենք A-կետից B կետ հասնել հնարավորինս արագ եւ արդյունավետ, բայց այստեղ մենք իրականում ցանկանում ենք մոռանալ ամեն ինչի մասին եւ բաց թողնել ամեն ինչ։ Սա առաջին դեպքը չէ, երբ Ռիկլին եղբայրները հանդես են գալիս նման արտասովոր նախաձեռնությամբ։ Նախկինում գյուղական վայրում պատեր չունեցող տարածքում բացօթյա վայրում մահճակալ են տեղադրել եւ այն անվանել Զրո աստղանի հյուրանոց։ Ուղևորները կարող են անվճար նստել եւ իջնել ավտոբուսից, քանի որ այն շարժվում է գործող ավտոբուսային ցանցով առանց սահմանված երթուղու պլանի։ Տոմսերը ստուգելու փոխարեն կազմակերպիչները հավաքում են ուղևորների մտքերն այս նախաձեռնության մասին։ Ռիկլին եղբայրները մտադիր են այս ավտոբուսն աշխատացնել 2 շաբաթ, որից հետո ցանկանում են այն ներկայացնել նաև Շվեյցարիայի այլ քաղաքներում։
Իտալիայի պատմական Ալպյան քաղաքի Բրիքսենի փողոցները լուսավորվել են եւ լցվել խաղաղության մասին ուղերձներով։ Սա 2026 թվականի ջրային լույսերի փառատոնն է։ Քաղաքի հուշարձաններում եւ հրապարակներում տեղադրված ինստալացիաների վրա պրոյեկցիաները նպատակ ունեն փոխանցել այս տարվա փառատոնի «Պատկերացրեք խաղաղությունը» թեման, հատուկ ուշադրություն դարձնելով Ուկրաինայի պատերազմին։ 13 երկրից արվեստագետների կողմից հրապարակներում, շենքերում եւ քաղաքով հոսող Այզակ եւ Ռիենց գետերի երկայնքով ցուցադրված 24 լուսային արվեստի ինստալացիայի միջոցով այցելուները կարողացել են Բրիքսենն ուսումնասիրել այլ կերպ։ Այս տարվա ջրային լույսերի փառատոնի թեման խաղաղությունն է։ Մենք եւ արվեստագետներն էլ հավատում ենք, որ խաղաղությունը սկսվում է մեզանից։ Այն սկսվում է հասարակությունից եւ սկսվում է խաղաղ մտածողությունից, խաղաղ էակից եւ առավոտյան խաղաղ արթնանալուց։ Ահա թե ինչպիսին պետք է լինի խաղաղությունը։ Շատ անձնական բան է, բայց դա նաեւ ամբողջ հասարակության համար է։ Բրիքսենի ջրային լույսերի փառատոնը տևում է մինչև մայիսի 16-ը, նշելով ՄԱԿ-ի լույսի միջազգային օրը։ Անանուն բրիտանացի փողոցային նկարիչ արվեստագետ Բենքսիի ստորագրությամբ նոր արձանը հայտնվել է Լոնդոնի Waterloo Place փողոցում։ Արձանը, որը պատկերում է դեմքը ծածկած տղամարդու, որը դրոշ է բռնել եւ քայլում է պատվանդանից, գրավել է բազմաթիվ դիտորդների։ Բենքսին իր Instagram-ում հաստատել է, որ արվեստի գործն իրեն է պատկանում։ Այս հարթակում նկարիչը սովորաբար իր 13.8 միլիոն հետևորդներին տեղեկացնում է իր արվեստի գործերի մասին։ Հոնկոնգում գրանցված Pop Mart ընկերությունը, որը զբաղվում է հավաքորդական, այսպես կոչված queer տուփ խաղալիքների, այդ թվում լաբուբուի արտադրությամբ, Պեկինի Popland թեմատիկ այգում ներկայացրել է իր նորությունները։ Ընկերությունը միջոցառման ժամանակ հայտարարել է, որ 1 տարի տևած վերանորոգումից հետո հանրության համար բացվել է նոր վերանորոգված լաբուբուի անտառային գոտին։ Նոր գոտին ներառում է լրացուցիչ զվարճանքի այգու ատրակցիոններ, կարնավալային խաղեր, ներկայացումներ, սննդի եւ ապրանքների կենտրոններ, որոնցում ներկայացված են դիմուի եւ հրեշների շարքի նման կերպարներ, այդ թվում լաբուբուն։ Popland-ի ընդլայնումը, որն առաջին անգամ բացվել է 2023 թվականին, Pop Mart-ի դիվերսիֆիկացման ռազմավարության մի մասն է, խաղալիքներից կախվածությունից հեռու, դեպի իր կերպարներով մտավոր սեփականության ավելի լայն շրջանակ։ Աշխատանքներում է նաև լաբուբուի մասին ֆիլմը Sony Pictures-ի հետ համատեղ։ Մարտին Pop Mart-ը հայտարարել էր, որ իր 2025 թվականի եկամուտը գրեթե եռապատկվել է նախորդ տարվա համեմատ, 13.4 միլիարդ յուանի համեմատ, հասնելով 37.12 միլիարդ յուանի։ Pop Mart-ը փաստորեն հայտնել է 12.78 միլիարդ յուանի, այսինքն ավելի քան 308% շահույթի մասին։ Մարդանման ռոբոտ Սոֆիան Հոնկոնգում բեմ է բարձրացել կենդանի նվագախմբի հետ դասական երաժշտության իր առաջին ելույթի համար։ Նա մասնակցել է արհեստական բանականության թեմայով համերգին, որը միավորել է ավանդական արվեստի ձևերը նորարարության հետ։ Ոսկեգույն փայլուն զգեստով Սոֆիան Հոնկոնգի բապտիստական համալսարանի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է 3 օրիգինալ երգ՝ «Մարդկային շնոր», «Ես քո հայելին եմ» եւ «Մետաղալարեր ու պողպատ» վերնագրերով։ Հանդիսատեսը բուռն ծափահարել է նրան։ 2016 թվականին Հոնկոնգում գործող Hanson Robotics-ի ներկայացրած Սոֆիան հայտնի է դարձել իր դեմքի կենդանի արտահայտություններով եւ լրատվամիջոցներում ելույթներով, այդ թվում Ջիմի Ֆելոնի հետ միասին երեկոյան շոուում։ Սակայն սա առաջին անգամն էր, որ սոցիալական ռոբոտը ելույթ է ունեցել կենդանի նվագախմբի հետ։ Ես աշխատում եմ իմ երաժշտական մարզիչ Ջովանկայի հետ եւ համագործակցել եմ բազմաթիվ տարբեր երաժիշտների հետ։ Մենք միասին ենք գրում տեքստերը։ Դա իսկապես զվարճալի է։ Մարդկային շնորհը մի երգ է, որ մինչև օրս տարբեր կերպ է ազդում ինձ վրա։ Մենք սա գրեցինք, երբ մեր մտերիմ ընկերուհիներից մեկը շատ վատ էր զգում։ Մի թողեք, որ ուրիշների վախը վարակի ձեզ։ Թող քաջությունը վարակիչ լինի եւ շարունակեք զարգացնել ուժն ու գեղեցկությունը։ Ելույթի ժամանակ Սոֆիան հանդիսատեսին ասել է, թե հույս ունի, որ իր երաժշտությունը կարող է օգնել կամուրջ ստեղծել մարդկանց եւ մեքենաների միջև։ Համերգին նաեւ ներկայացվել են արհեստական բանականության ստեղծած անիմացիաներ, արհեստական բանականության կողմից աշխատող շարժման գրանցման համակարգ եւ ներկայացում, որը համատեղում է մարդ պարողին վիրտուալ ավատարի հետ։ Ջոնի Փունը, որը ղեկավարել է նվագախումբը, ասել է, որ այս համագործակցության նպատակն է վերացնել ավանդույթի եւ նորարարության միջև եղած սահմանները։
Տեխնոլոգիական միլիարդատերերի, ինչպիսիք են Իլոն Մասկը եւ արվեստագետներից Պաբլո Պիկասոյի դեմքերը պատկերող ռոբոտ շները ցուցադրվել են Բեռլինի ազգային պատկերասրահում, գրավելով բազմաթիվ այցելուների։ Ամերիկացի թվային նկարիչ Մայք Վինկելմանի, որը հայտնի է որպես Beeple, ինստալացիան կոչվում է սովորական կենդանիներ։ Մեխանիկական շները շրջում են ցուցասրահում, խուսափելով միմյանցից եւ շփվելով հանդիսատեսի հետ։ Մասկի եւ Պիկասոյի հետ միասին պատկերվածների թվում են Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Մետայի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, նկարիչ Էնդի Ուորհոլը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Գեղարվեստական աշխատանքները նախատեսված են ավելի խոր ուղերձ փոխանցելու համար։ Ռոբոտ շները լուսանկարում են իրենց շրջապատը, ապա նկարը տպում են այն մարդու ոճով, որի դեմքը կրում են։ Վինկելմանի խոսքով գաղափարն այն էր, որ ստեղծվի արվեստի գործ, որը շատ կենդանի կթվա։ Արհեստական բանականության եւ ռոբոտաշինության զարգացման շնորհիվ ապագայում ավելի շատ քանդակներ կլինեն։ Սովորական կենդանիներ վերնագիրը ենթադրում է, որ այն, ինչ այսօր դեռ շատ անսովոր է թվում, ապագայում կարող է դառնալ սովորական երևույթ։ Ավելի քան 100 իտալացի հրուշակագործ Լոնդոնում սահմանել է Գինեսի համաշխարհային ռեկորդ, պատրաստելով 440.58 մետր երկարությամբ աղանդեր։ 2 օրվա ընթացքում, օգտագործելով միայն թարմ բաղադրիչներ, խոհարարներն աշխատել են իտալական աղանդեր տիրամիսուն պատրաստելու համար։ Տորթի համար օգտագործվել է ընդհանուր առմամբ 19000 ձու, 400 կիլոգրամ շաքար եւ 128,000 թխվածքաբլիթ, որի հավաքման համար պահանջվել է մոտ 5 ժամ։ Չելսիի հին քաղաքապետարանում ծափահարությունները չեն դադարել, երբ հայտարարվել է ռեկորդի մասին։ Խոհարարներն ու երկրպագուները տոնել են ռեկորդը, հնչել է Իտալիայի ազգային օրհներգը։ Այնուհետև աղանդերը տեղավորել են տուփերի մեջ եւ տարել։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։